Հիմա Հայր ջան, ես ուզում եմ ասել մի բան, որը երբեք այսքան բաց ու ուղիղ ասած չկամ։ Տեսեք, ես նպատակ չունեմ բառացի օրեն բոլորին համոզելու։ Ես նպատակ չունեմ բոլորին նույն բանը 1000 անգամ բացատրելու։ Ես նպատակ չունեմ բոլորին դուր գալու կամ բոլորի հավանությունը ստանալու։ Ես դրա կարիքը չունեմ։ Հայաստանի ապագան ի օգուտ հայազգի որոշելու համար ինձ պետք չի ամբողջ բնակչությունը։ Ինձ պետք են մարդիկ, ովքեր հասկացել են խնդրի խորությունը, մարդիկ, ովքեր պատրաստ են պատասխանատվության, մարդիկ, ովքեր պատրաստ են գործի, պատրաստ են պայքարի, մարդիկ, ովքեր պատրաստ են կառուցելու, ստեղծելու ու երկրին տեր դառնալու, ոչ թե մենակ դժգոհելու, պաթոսային գրառումներ անելու կամ դատարկ տեղի վրա ծակ պրոֆեսորություն անելու։ Ես բազմիցս ասել եմ, ինձ պետք է ընդամենը 70,000 մարդ, ոչ թե 700,000, ոչ թե 2 միլիոն, ոչ թե բոլորը, այլ ընդամենը Հայաստանի բնակչության 3-ից 4%, ընդամենը 70,000 գիտակից, նպատակասլաց, հայ գենը կրող, հայ էություն ունեցող պատասխանատու մարդ, 70,000 մարդ, ովքեր հասկացել են, որ պետությունը Facebook-յան գրառումներով, մեկնաբանություններով, բլոգերների վերլուծություններով, արհեստական բանականությամբ վիդեո կամ նկար սարքելով չի փոխվում, 70,000 մարդ, ովքեր հասկացել են, որ պատմությունը դիտորդներով ու դիտորդների համար չի գրվում, 70,000 մարդ, ովքեր պատրաստ են վերցնել իրենց բաժին պատասխանատվությունը այս երկիրը ստրկությունից, պարտություններից ու խայտարակությունից ազատելու համար, որ ազգը ոչ թե դարերով կռիվ տա մենակ գոյատևելու համար ու արանքում էլ այս ամբողջ դժբախտության մեջ մի փոքր քեֆի առիթ փախցնի ու արդյունքում էլ դառնա 5 կամ 20,000 դրամով ձեն վաճառող, այլ որ այդ ազգը վերջապես բարձրացնի իր կյանքի ու մտածողության մակարդակը, դառնա միասնական ու տենց միասնական էլ անցնի ուժի քաղաքականությանը, որ միշտ հաղթի ու վայելելով ապրի իր այդ հաղթանակած կյանքը, որ գալիք սերնդին առանց ամաչելու բան լինի թողելու։ Եթե դուք այդ 70,000-ից մեկը չեք, ապա հանգիստ կարաք մտահոգվեք ընտրություններով, ունենաք թեկնածու, գնաք ընտրեք հույս ունենալով, որ երկիր եք փրկելու։ Իսկ եթե դուք հենց իմ ուզած 70,000-ից մեկն եք, ապա ոչ անհանգստացեք այս ընտրություններով, ոչ փորձեք որևէ մեկին ընտրել, ոչ մտահոգվեք առհասարակ Նիկոլը կմնա թե Քոչարյանը կգա կամ չգիտեմ ընդեղելով կա։ Քանի որ վերածննդի շարժման համար Լուիսի բանակի իմ ու եթե դուք այդ 70,000-ից մեկն եք, ապա նաև ձեր համար ամենևին նշանակություն չունի թե հունիսի 7-ից հետո ով է լինելու իշխանության։ Մեկը վերածննդի շարժումը վաղ թե ուշ իրականանալու է ու ով էլ լինի այդ աթոռին նստած այս համակարգից մերժվելու է գնա։ Ուստի միակ բանը ինչի մասին պետք է մտածեք այդ ազգային համախմբման արդյունքում վերածննդի շարժումն իրականացնելն է։ Պատրաստ եղեք կազմակերպված աշխատանքի, պատրաստ եղեք երկար ու դժվար ճանապարհի, պատրաստ եղեք իրական համակարգային փոփոխության պայքարին, ոչ թե հերթական իշխանափոխությանը, ոչ թե հերթական քաղաքական շոուին, ոչ թե հերթական հիասթափությանը, այլ պետության վերակառուցմանը։ Վերածննդի շարժումը լինելու է ու ով էլ իշխանության եղավ հիմիկվա տեխնացուների հետ մեկտեղ մերժվելու է որպես սեփական շահերը հետապնդելու խաթր համակարգի մաս դառնալու համար։ Ու նորից եմ ասում, դրա համար ինձ պետք չի ողջ բնակչությունը կամ համայն հայությունը։ Ինձ պետք է ընդամենը 70,000 գիտակից ու պատրաստական հայ մարդ։ Ու դուք կտենաք ոնց է Հայաստանը դառնում երկիր, որի անունը տալուց ոտքի են կանգնում։ Ու նման երկրի պատմություն կերտողը լինելու եք հենց դուք մեր հետ միասին։ Այն 70,000-ըդ, որ կաք, որ մնում է մենակ մեկտեղվենք ու համախմբվենք։ Ու վստահեցնում եմ ձեզ, որ այդ 70,000-ի մեջ արդեն իսկ կան համ գյուղացիներ, համ բժիշկներ, համ բլոգերներ, Երևանի ամեն թաղամասից մարդիկ, Հայաստանի մյուս բոլոր գյուղերի ու քաղաքների բնակիչներ, համ ոստիկաններ, համ հիմա պանոյում աշխատող հայտարարեք ու կանայք, կամավորներ, հրամանատարներ, անգամ լրագրողներ ու ժամանակին միամիտ մեզ քննադատողներ։ Հավատացեք, շատ մարդիկ կան, շատերի հետ եմ խոսացել այսքան տարվա ընթացքում ու այդ մարդիկ այսօր արդեն սպասում են մի թեթև կայծի ու այդ կայծը լինելու է։ Ինձանից լիներ մենք վաղուց արդեն փողոցում կլինեինք, բայց իրական պայքարը մենակ ցանկությամբ չի կառուցվում։ Անցած տարի դրանում համ մենք, համ ձեզանից յուրաքանչյուրը համոզվեց։ Իրական պայքարը կառուցվում է մարդկանցով, կազմակերպվածությամբ, ռեսուրսներով, կառուցվածքներով, պատրաստվածությամբ։ Ու հիմա մենք քայլ առ քայլ այդ հիմքերը ստեղծում ենք, որ երբ պահը գա, ոչ թե պարզապես դուրս գանք, այլ կարողանանք իրական արդյունք ապահովել։